որ հաստատվի կլինի հաստատուն, բայց խաղաղություն հաստատված չէ, կա կարճաժամկետ հրադադար։ Չէ, խաղաղությունը դեռևս երկար ճանապարհ ունի կայուն խաղաղություն դառնալու համար, ունենք ոչ պատերազմի կամ այսպես ասած դրական պոզիտիվ խաղաղության բացակայություն։ Հաստատված է, հաստատուն է, բայց նաև ունի մեր ամենօրյա հոգատարության եւ աշխատանքի կարիքը։ Ոչ խաղաղությունը ցավոք սրտի որոշակի սաղմեր ներդրվել են, բայց ամբողջական խաղաղության մասին հնարավոր կլինի միայն խոսել, երբ իրապես տարածաշրջանում հաստատվի խաղաղություն նաև ոչ միայն իրավական առումով, այլ նաև երկու հասարակությունների միջև թշնամանքի ամբողջական վերացումից հետո հնարավոր կլինի խոսել խաղաղության մասին։ Ոչ իհարկե խաղաղությունը չի հաստատված ըստիս, սա շատ փխրուն խաղաղություն է եւ ահագին հանգամանքներից է կախված արտաքին խաղացողներից եւ ողերին բարեկամից Մոսկվայից մարդասպան Պուտինից կախված է թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել տարածաշրջանում իհարկե տարածաշրջանային խաղացողներից էլ է շատ բան կախված բայց ինձ թվում է որ շատ կարեւոր գործոն է կայսրության ճղաձգումները որը շատ նյարդային է տանում նախկին գաղութների անկախության կամ անկախացման գործընթացը խաղաղությունը ուրվագծված է ըստ էության ավելի է ուրվագծված քան էր ենթադրենք 24-23 թվականներին, բայց հաստատված չի, չկա խաղաղության պայմանագիր եւ մենք գտնվում ենք այնպիսի վիճակում մենք նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը եւ աշխարհն այնպես գտնվում է այնպիսի բարդ իրավիճակում այսօր, որ եթե Աստված չանի, արևմուտքում որևէ մեծ պատերազմ սկսվի, մեր ասենք ուկրաինական պատերազմը ավելի ծավալվի դեպի արևմուտք, ապա եւ աշխարհի ուշադրությունը շեղվի այստեղից, ապա ես բոլորովին չեմ բացառում, որ այս իրավիճակում չունենալով հստակ խաղաղության պայմանագիր, չունենալով հստակ պայմանավորվածություններ մեր հարևանների հետ, հստակ գծված սահմաններ, չունենալով եւ ունենալով հակառակորդի թշնամությունը մեր նկատմամբ նաև նրանց ատելությունը մեր անթակույց ատելությունը մեր նկատմամբ չկամությունը մեր նկատմամբ ես չեմ բացառում որ այդ համապատասխան իրավիճակում մեծ պատերազմը չեմ բացառում խաղաղությունը հաստատված է թղթով բայց պետք է հողի վրա շատ նրբանակոտրեն քայլեր անենք որպեսզի վերջնականապես մեր ժողովուրդը զգա նրա ամբողջ էֆեկտը իհարկե ոչ խաղաղությունը այս պահին հրադադար է, բայց հաշվի առնելով նաև Ադրբեջանի մոտեցումները, Ադրբեջանի ուրեմն դիրքորոշումները եւ ամեն անգամ իր պահանջները եւ նաև իր խոսույթը, մենք ունենք այդ հիմնավոր կասկածը, որ Ադրբեջանը այս հրադադարը հնարավոր է որ ոչ թե օգտագործի խաղաղության պայմանագիր կնքելու, այլ իր դիրքերը ավելի ամրապնդելու եւ նաև նոր պահանջներ Հայաստանի Հանրապետությանը ներկայացնելու։ Խաղաղությունը երբեք իմ ընկալմամբ հաստատուն չի լինում, ինքը միշտ աշխատանք է պահանջում, հաստատված չէ, հետեւաբար հաստատված չէ եւ դեռ շատ երկար եւ դժվար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի ասենք, որ հասել ենք այդ խաղաղությանը եւ նաև պետք է հիմա արդեն այլ հարթության գործողություններ անենք, որպեսզի դա կայուն դարձնենք։ Պետք չի ասել, որ այ փոխվեց Ադրբեջանը, փոխվեց Թուրքիան, ոչ, իրանք չեն փոխվել, իրանք քաղաքականությունները մնացին իրանք տեղում, բայց քանի որ Հայաստանը սկսեց ակտիվ աշխատել, ձեռք բերել դաշնակիցներ, ու ոչ միայն Միացյալ Նահանգների իդեմս ու Եվրոպայի նաև Չինաստանի իդեմս Լյուքսեմբուրգի, իդեմս Գերմանիայի, պարզ է որ այս ձևի երկրի հետ հեշտ չես կարող կոպիտ խոսել։ Ոչ, մինչև վերջնական ստորագրումը չլինի եւ նաև ուրեմն ավելի կայուն երաշխիքներ չլինեն, բայց այն որ հիմա մենք գործընթացի մեջ ենք խաղաղության հաստատման, դա ակնհայտ է եւ դրա դրական արդեն ազդեցությունները տեսնում ենք, այսինքն լիցքաթափումը միջպետական հարաբերությունների, տնտեսական որոշակի հարաբերությունների հաստատումը, դա էլ է ինքը այդ գործընթացի մաս եւ բերում է հենց խաղաղության հաստատմանը։ Իհարկե ոչ, բայց հաստատման հեռանկար ունի։